մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանաղջի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնակը փոքր տարիքում մահանում է։ Նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է 5 տարեկանից։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ 11 տարեկանում առաջին անգամ իր փոցն է անում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց ավարտելով ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Սովետական գրականություն ամսագրում իր ստորագրությամբ տպագրվում են իր 3 բանաստեղծությունները։ 1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասավանդում է 4 տարի։ 1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, հայոց աշտերում ինչ վերքեր հասել, դժվար է ասել։ Միևնույն թվին Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն։ Մի մանուկ ծնվեց լոդվա դսեղում, նա հետո պիտի դառնա պատանի և երիտասարդ և այր իմաստուն, անբախտ մարոյին լացով սպանի, մեր հառաչանքը հասցնի Աստծուն, մրմուտից դաղված նրա բերանով Սարոյն նանը պիտի ող պասի, Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, գիքորը կանչի էստի համեցեք, նա պիտի երգի ինչ է կամեցել, իր մոխրակալած հրակես հոգին, և որքան տրտում, նույնքան կենսագին, տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։ Միևնույն թվին լոռուց շատ հեռու Անադոլուի խավար խորքերում մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ, մինչ հայրը նրա Գևոն կոշկակար, գոգնոցը հանեց արխալուղակյավ, հարևան դրկից մի շիշովով նրա տուն մտան աչքալուսանքի, հետո հեշտ եկավ կանանց հոսանքի, մի թաս խավիծով կամ ձվածեղով ծննդկանի շուրջ նստեցին նրանք, որդուն մաղթելով արևշատություն, նորատի մորը շուտ ապաշխարանք, աղվորիկ մի հաց բարի տատություն։